հարց ունեմ ձեզ առաջինը վերաբերում է Հայկ Սարգսյանի նախագծին, որի վերաբերյալ դուք ևս ձեր գրասենյակը հայտարարություն տարածել էր, ինչ մտավախություններ ունի մարդու իրավունքների պաշտպանը այդ նախագծի վերաբերյալ, կարող եք մի քիչ ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը, եւ երկրորդ հարցը վերաբերում է դուք բազմիցս անհանդուրժողականություն ատելության խոսքը, որը կա հանրության շրջանում դատապարտելի եք համարել, բայց մենք չտեսանք ձեր գրասենյակի կողմից հայտարարություն, արձագանք, օրինակ վարչապետի տիկնոջ գրառույթների վերաբերյալ, որտեղ քաղաքացիների մի դեպքում ոչինչ, մի դեպքում էշ, տգետ, տխմար եւ նման ձևակերպումներ են տալիս։ Շնորհակալություն։ Առաջին հարցի վերաբերյալ նշեմ, որ ես իմ դիրքորոշումը նաև հրապարակային եմ ներկայացրել, ըստ էության, եթե մասնագիտական լեզվով ասելուրին եմ, պիտի ասեմ, որ ես մտահոգություններ ունեմ, որ այս նախագիծը խտրականության արգելքի սկզբունքի հետ կապված լուրջ խնդիրներ է պարունակում, իսկ հանրամատչելի լեզվով պիտի հատուկ արձանագրեմ, որ ես անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է կապված լինել այդ թվում սահմանադրությամբ սահմանված պարտականությունների հետ եւ չի կարելի երկրում այնպիսի իրավակարգավորումներ եւ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են մարդկանց համար առնվազն հանրային ընկալումների առումով տպավորություն ձևավորել, որ որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով, եւ երկրորդ հանգամանքը, որը հիմա դարձյալ կուզենամ շեշտադրել, այն է, որ մենք բոլորս գիտենք, որ զինված ուժերում բավականին լայն տարածում ունեն ոչ կանոնադրային հարաբերությունները, ենթամշակույթին բնորոշ հարաբերությունները եւ այս տեսանկյունից դարձյալ իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն եւ հաշվարկված չեն այդ հարաբերությունների խորացում ստեղծելու տեսանկյունից, բայց սա շատ հանրամատչելի լեզվով իրականում կարելի է շատ երկար խոսել այս նախագծային կարգավորումների առնչությամբ։ Նախապես նախագիծը չի քննարկվել ինձ հետ, նաեւ ընդհանուր առմամբ հաստատությանը չի ուղարկվել հավանաբար այն պատճառով, որ այն օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանին նախագծերն ուղարկելուն, առաջին հերթին վերաբերում են կառավարության նախաձեռնություններին, ազգային ժողովի պատգամավորների պարագայում նման պարտականություն չունեն, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում նաև հարցի հետ կապված, քանի որ հրապարակային եմ դիրքորոշում հայտնել, վստահ եմ, որ այս առումով քննարկումներ կունենան։ Երկրորդ հարցի հետ կապված էլ շատ կարճ ուղղակի ասեմ, որ մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց վրա, հետեւաբար ընդհանրապես իրավասու սուբյեկտ չեմ հարցի վերաբերյալ պատասխանելու համար, ինչ վերաբերում է այս նախագծին, դարձյալ դուք ամեն դեպքում պարտավոր եք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, անհանդուրժողականությունը եւ անհավասարությունը բոլորի դեպքում է արտահայտելի եւ դատապարտելի գործընթաց։ Հետեւաբար միայն պաշտոնատար անձը իրավունք չունի մյուսին վիրավորել։ Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա։ Իմ լիազորությունները տարածված են բացառապես պաշտոնատար անձանց վրա, տարածվում են, հետեւաբար այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը, նաեւ այսպես ասեմ, էթիկայի կանոնների կներեք, նաեւ էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները այս առումով սահմանափակված են, ի տարբերություն ինձ նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետեւաբար կարծում եմ այս հարցը կարող եք իրենց ուղղել, եթե նախագծի հետ կապված էլի հարցեր կան, ուրախ կլինեմ դրանց պատասխանել։ Առաջին հերթին սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունն է, որը միանշանակ, եթե իհարկե նախագծային կարգավորումները մեր կողմից դեռ ուսումնասիրության փուլում են, որովհետև շատ ավելի մեծ նախագիծ է, քան այն տրամաբանությունը, որը հանրային քննարկումների տեղիք է տվել, բայց միանշանակ, եթե ես համարեմ, որ նախագծային կարգավորումներում չեն լուծվում այն խնդիրները, որոնք ես ինքս տեսնում եմ, դիմելու եմ սահմանադրական դատարան, բայց այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները ըստ էության հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք եւ ըստ էության չենք ունենա այդ կարգավորումները։ Ինչ եք ասում, կներեք։ Փաշինյանը թույլ կտած է, որ իր կառավարության արդեն դրական եզրակացության տված նախագծի վերաբերյալ դիմեք սահմանադրական։ Նարեկ ջան, ուզում եմ լավ լուր արձանագրել այն մասին, որ իմ ամբողջ գործունեության ընթացքում կարծես թե գործադիր իշխանությունից միջամտություն ինքս չեմ տեսել, չեմ զգացել, ինչ վերաբերում է սահմանադրական դատարան դիմելու կամ տարբեր հարցերի վերաբերյալ կարծիք ներկայացնելու
հարցին, կարծում եմ նաև ապացուցվել է մեր գործունեությամբ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ կան նախագծեր, որոնց վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն է տվել, եւ մենք այդ հարցերի վերաբերյալ մի մասով սահմանադրական դատարան ենք դիմել, մի մասով ես ամեն օր հրապարակային խոսել եմ, օրինակ փաստաբանների հարկային բեռի ավելացման հետ կապված խնդիրը եւ նաև մյուս խնդիրները։ Ոչ, կարծում եմ շատ սխալ մեկնաբանություն տվեցիք այս պարագայում, ըստ էության մենք գործ ունենք երևույթի հետ, որը վերաբերում է մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ Արձագանքել իրենք Հայկ Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, կառավարությունը առհասարակ ձեր այս քննադատությանը եւ դիտողություններին։ Կարծում եմ շատ կառուցողական եղանակով, այսինքն որևէ տեսակի հանդիմանություն չեմ տեսել, չեմ զգացել եւ ես վստահ եմ, որ ըստ էության մենք այս հարցի վերաբերյալ պետք է ունենանք կառուցողական քննարկումներ, այս առումով պետք է ուշադիր լինենք, ինչ վերաբերում է որևէ մեկի ընտրած միբ լինել չլինելու հանգամանքին, կխնդրեմ այս շահարկումներից զերծ մնալ, որովհետև եթե մենք ուզում էինք մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացը փոխել, որը ընդ որում Հայաստանում խնդրահարույց է եւ այդ առումով տասնյակ տարիներ տարբեր միջազգային կազմակերպություններ հայտնել են իրենց դիրքորոշումները, կոնկրետ դերակատարները եւ քաղաքական ուժերը պետք է դա վաղուց փոխած լինեին, այս փուլում դրա վերաբերյալ անհասկանալի եզրահանգումներ անելու փոխարեն։ Այս պահին ընդ որում ես այդ քննարկումների մեջ եմ, որովհետև ես բարձրաձայնել եմ այն հանգամանքը, որ այո, տասնյակ արդեն մի քանի երևի թե մի տասնամյակ հաստատ միջազգային կազմակերպություններ այդ հարցի վերաբերյալ խոսում են եւ ընդ որում նաեւ մի փաստաթությանն է նման հանձնարարական տվել ադվոկացիա անելու փոփոխությունների համար տարիներ շարունակ։ Ես հիմա հրապարակային եմ ասում, որ հրապարակային եմ ադվոկացիա անելու, բայց մինչ այդ նաեւ լուրջ քննարկումներ եմ ունեցել։ Ինչ ինստիտուտ պետք է ներդրվի, որպեսզի մաքսիմալ անկախ լինի ՄԻՊ-ը, որտեղ դուք առաջին ՄԻՊ-ը մաքսիմալ անկախ է մշտապես եղել Հայաստանում, կարծում եմ, բայց գաղափարը կայանում է նրանում, որ ընտրության գործընթացն էլ պիտի այնպիսին լինի, որ ընտրությունը կայանա այն ձևաչափով, որպեսզի նաև հանրային ընկալումները պատշաճ լինեն հարցի վերաբերյալ։ Վերջին ՄԻՊ-ը չեկում ասում է, որ իշխանության սրտի ՄԻՊ-ն է։ Ձեզ այնց առաջ Արման Թաթոյանին էին ասում, որ ՀԿ-ի ասած, այսինքն սա օբյեկտիվ գնահատական եմ ասում, որ հանրության մեջ այդպեսի ընկալում կա, միայն դուք չեք։ Նախկինում էլ ՀՀԿ-ի Ես էլ դրա համար եմ ասում, դրա համար եմ ասում, մեխանիզմը պետք է փոխվի, որովհետև տարիներ շարունակ նաև մի փաստաթությանն է ընդ որում հանձնարարական եղել ադվոկացիա անելու այս փոփոխությունների համար։ Կարծում եմ, որ մենք վաղուց պիտի խոսացած լինեինք այս խնդիրների մասին։ Ես հիմա ոչ միայն հրապարակային եմ խոսում, արդեն իմ ընտրությունից անմիջապես հետո ես բոլոր իրավասու մարմինների հետ այս հաղորդակցությունը վարել եմ։ Երեխաներին առևանգելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, դպրոցների վարից կամ հանրապես մոտենում կոնֆետ է դառնում։ Այս մասով ինչ մտահոգություններ ունեք, ինչ տեղեկություն ունեք կամ ինչու է վերջին շրջանում Հայաստանում ավելացել նման դեպքերը։ Ես ինչպես նշեցի, համարում եմ, որ Հայաստանում երեխայի իրավունքների պաշտպանության համակարգը եղել է միանշանակ ոչ արդյունավետ եւ չի համապատասխանել այն միջազգային չափանիշներին, որոնք ոլորտում առկա են։ Հիմա շատ կարեւոր է, որ այս նախագծերի փաթեթը ըստ էության արդեն մտնում է նաեւ ազգային ժողովում քննարկումների փուլ։ Ես դա իրապես շատ կարեւոր եմ համարում։ Թվերի վերաբերյալ բռնության չեմ ուզենա խոսել, որովհետեւ այն հանգամանքը, որ հիմա մենք մեծ թվերի մասին ենք խոսում, պայմանավորված է նաև նրանով, որ հիմա վիճակագրությունն է մի փոքր այլ կերպ վարվում, քան նախկինում, հիմա նաև շատ են բարձրաձայնում այս հարցերը, քան նախկինում, որովհետև օրինակ, եթե նախկինում երեխան ընտանիքի ներսում սեռական բռնության էր ենթարկվում, մեզանից որևէ մեկը դրա մասին կարող էր չիմանալ նույնիսկ։ Կողմից տեսանյութը վերջերս Մերձավանի դպրոցի են հայտնի միջադեպից հետո աշակերտներից մի քանիսը տեսախցիկների առաջ ներողություններ էին խնդրում եւ այլն ըստ էության կարծո պարտադրանքի միջոց ուսումնասիրվել են այդ տեսանյութերը ձեր կողմից թե ոչ։ Ես հիմա դրան էլ կանդրադառնամ, պարզապես հարցը ավարտեմ ու պարտադիր Փայլակ ջան հակ խոսեմ դրա վերաբերյալ եւս։ Ըստ էության այս առումով մենք մեծ թվերի եւ մեծ դեպքերի մասին ենք խոսում նաեւ այն պատճառով, որ իմանում ենք դրա մասին, բայց այսօր նաեւ հնարավոր մեթոդներն են, հա, մեծացել եւ շատ
ստացել, այո, ցավոք պետք է ասեմ, որ մենք էլ ենք շատ դեպքերում գործ ունենում երեխաների նկատմամբ սեռական բռնության եւ սեռական ոտնձգության դեպքերի հետ, երբ այդ թվում իրենք են բողոքում մեզ, այսինքն խորհրդապահական եղանակով տեղեկատվություն են փոխանցում հարցի մասին։ Այս առումով ես հատուկ կառավարության նիստի շրջանակում էլ խոսեցի այն առնչությամբ, որ կարծում եմ, որ այսօրվա մեր համակարգը իրապես պատրաստ չէ պատշաճ արձագանք ցուցաբերելու այս հարցերին, որովհետև օրինակ նույն խնամակալության եւ հոգաբարձության մարմինները շատ անարդյունավետ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանք են ոլորտում իրականացնում եւ մի շարք այլ հարցեր այստեղ կարելի է շեշտադրել, ձեր նշած առևանգման դեպքերը եւ այլն, դրանք եւս ընդհանուր համակարգի մաս են կազմում, որպեսզի մի փոքր կարճ ավելի պատասխանեմ ձեր հարցին, քանի որ շատ մեծ թեմա է, կարող ենք առանձին հարցազրույց ունենալ դրա մասով։ Երևի թե ձեր հարցին պատասխանելու եմ։ Ուղղակի այստեղ ասեմ, որ երեխայի իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմը պետք է համապատասխանեցվի կոնկրետ չափանիշներին եւ պետք է պրոֆեսիոնալ գործի, բայց եթե ձեզ հետաքրքրի, կարող ենք այս հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց ունենալ։ Ինչ վերաբերում է Մերձավանի դպրոցի հետ կապված դեպքերին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ ի սկզբանե, երբ նաեւ ես ինքս եմ հայտարարություններ տարածել, ես հատուկ շեշտադրել եմ նաեւ երեխայի իրավունքների պաշտպանության կարեւորությունը եւ երեխայի լավագույն շահի հաշվառումը, որովհետեւ մենք մշտադիտարկել էինք եւ այդ մշտադիտարկումները վերլուծելու արդյունքում հանգել էին եզրակացության, որ օրինակ հա երեխաների մասնակցությամբ տեսանյութեր էին տարածվում, որոնք իհարկե բնականաբար երեխայի խոսքը եւ այլն դարձյալ իրավունքի տեսանկյունից նորմալ չէր, բայց երեխայի պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ անհրաժեշտ է հաշվի առնել նրա լավագույն շահը եւ տեսանյութը տարածելու արդյունքում երեխաները եւս թիրախավորվել էին։ Դա էր պատճառը, որ մենք կոչ էինք արել նախ ընդհանրապես չտարածել նման տեսանյութեր, չթիրախավորել երեխաներին եւ զերծ մնալ այդ թիրախավորումից։ Ինչ վերաբերում է ձեր նշած տեսանյութերին, ապա պետք է նշեմ, որ ըստ էության մեծ համենայն դեպս որևէ ահազանգային մասին, որ պարտադրանք է եղել երեխաների նկատմամբ մենք չենք ստացել, բայց ես պետք է դարձյալ այստեղ նորից էլի արձանագրեմ, որ միգուցե օրինակ օրենսդրական ակտերում հատուկ արգելքներ չկան, օրինակ երեխաների մասնակցությամբ տեսանյութ տարածելու հետ կապված չկա արգելք օրենսդրական, ոչ էլ միջազգային կարգավորումների մակարդակում, բայց կա հստակ չափանիշ յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել նախ երեխայի լավագույն շահը եւ չխախտել անձնական տվյալները։ Օրինակ մի տեսանյութ կար, որտեղ հենց նույն դեպքերի հետ կապված է երեխայի տեսանյութեր, երեխայի մասնակցությամբ եւ կարծես թե նախկինում նաեւ երեխային այսպես օգնություն էին տրամադրել եւ այլն, դարձյալ չեմ ուզենա ես հրապարակել այդ հանգամանքները, ու մենք հատուկ նաեւ տարբեր մարմինների գրել ենք այն մասին, որ անձնական տվյալների պաշտպանության առումով պետք է շատ ուշադիր լինել եւ եթե անձնական տվյալները տարածվում են ոչ պատշաճ եղանակով, հատկապես նաեւ երեխաների պարագայում, իրավասու մարմինները պետք է իրանց գործիքները գործի դնեն, այսպես ասած, վերջին հարցը, բայց կխնդրեմ։ Թե երեխաներն է վերաբերում, թե առհասարակ խոսքը մուրացիկների մասին է կամ թափառաշրջիկների, որոնք տեսնում ենք հատկապես մայրաքաղաքի փողոցներում, նաև Գյումրիում, մեծ քաղաքներում։ Ես այս հարցով քանիսը դիմել եմ օրինակ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն, ասել եմ ինչու է մարդկանց հարցը չեք լուծում։ Մեկը տան պահանջող դրությամբ պարտված է, մեկը չգիտեմ, մի խոսքը վերջում դա երկի հեղինակության հարց է, հետո նաև անհանգստություն է պատճառում նաև շատ այլ մյուս համսորդներին գալիս գումար են պահանջում։ Եվ հետո պետությունը չպետք է հոգայց մարդկանց։ Ես ուսապ նախարարությունից ինձ ասում եմ, որ իրենց իրավունքների խախտում կլինի, եթե մենք իրենց պարտադրանքով տանենք օրինակ հատուկ խնամքի հաստատություններ, որտեղ տանում ենք փախնում կամ իրենց իրավունքը իրացնելով չեն ցանկանում մնալ այնտեղ, դուրս են գալ, ասում ես նստարանին փողոցում քնելը ավելի ձեռնտու է։ Դուք առասարակ երկու տեսանկյունից էլ նայելով պետության շահի առումով, մյուս քաղաքացիների իրավունքների եւ այդ քաղաքացիների իրավունքների տեսանկյունից նայելով եւ համադրելով, ո՞նց է այս լուծումը տեսնում եւ դիմել եք առասարակ կառավարությանը ռադիկալ լուծման գնալու, որտեղ օրինակ երկրներ կան, ասեն Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ թափառաշրջիկների գոյությունը կամ մուրացիկությամբ զբաղվելը օրենքով արգելված է, եթե եղել եք օրինակ այդ երկրներում տեսած չեք լինի մարդկանց։ Մենք ըստ էության մարդու իրավունքների տեսանկյունից եվրոպական տարածաշրջանն ենք ներկայացնում, քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք եւ պարտավոր ենք հարգել այն բոլոր չափանիշները, որոնք նաեւ Եվրոպայի խորհուրդն է այս հարցի առնչությամբ ամրագրում։ Հիմա այսպես մի
այսպես ասեմ, ոչ թե օրինակի հարցը, մի հարցի պատասխանելը հնարավոր չէ, հա, այս մի հարցազրույցի շրջանակներում կարող ենք իրոք ավելի մեծ հարցազրույց այս ոլորտի հետ կապված ունենալ, բայց պետք է նշեմ, որ մենք էլ ենք անընդհատ բախվում խնդրին, որովհետև մեզ պարբերաբար թեժգծի նահազանգեր են գալիս այն մասին, որ օրինակ անօթևաններ են որևէ տեղ այս պահին գտնվում, զրկված են կենցաղային պայմանների, հիգիենայի, ջրի եւ այլ հնարավորություններից եւ մեզ համար իրապես թեպետ հարցը մեր իրավասությանը չի վերաբերում, բայց շատ դժվար է լինում պետական մարմինների հետ համագործակցությամբ լուծել, հա, իրենց խնդիրը, այսինքն տեղափոխել կացարան, բայց այն կացարանը, որ այսօր Հայաստանում կա, ինքը նաեւ չափերի տեսանկյունից եւ ծավալի տեսանկյունից այնքան մեծ չէ, որ կարողանա բոլոր անօթևաններին հնարավորություն տալ այդտեղ, հա, գիշերելու կամ հիմա այս բայց վերջին հարցն էլի կներեք, մենք կարող ենք առանձին հարցազրույցներ հաստատ կարող ենք անել, որևէ խնդիր չկա այդ մասով, այս հարցի հետ կապված հետեւյալը ասեմ, ստեղ մի քանի ես հիմա վերացական լուծում չեմ առաջարկի, որովհետև այստեղ մի քանի շահերի հարաբերակցման անհրաժեշտություն կա։ Առաջին բանը, որ պետք է նկատի ունենալ, այո, այն է, որ նաև այդ քաղաքացու իրավունքը որպես այդպեսին չխախտվի, բայց քաղաքացու իրավունքն էլ հնարավոր է սահմանափակել, եթե սահմանափակման հիմքերը կան, օրինակ, չգիտեմ, այլոց իրավունքներ եւ ազատություններ եւ այլն եւ այլն։ Ես հիմա դարձյալ վերացական պատասխան չեմ կարող տալ հարցի առնչությամբ, որովհետեւ ինքը դաշտը իրոք լուրջ ուսումնասիրության կարիք ունի եւ այնպես պիտի լինի այս հարցի լուծումը, որպեսզի իրավունքի որևէ տեսակի ոչ իրավաչափ սահմանափակում չլինի, եթե դեմ չեք, դարձյալ մենք այս հարցի վերաբերյալ իրոք կարող ենք մեծ հարցազրույցներ ունենալ, ես դեմ չեմ լինի թե երեխաների իրավունքների մասով, թե այս խնդրի մասով ձեզ հետ նույնիսկ առանձին հարցազրույցներ վարել։ Շատ լավ, շնորհակալություն։